Ժողովուրդ ջան, մեր համեղությունը արդեն պատրաստ է, լստե նայեք։ Այս գեղեցկությունը լստե նայեք, հիմա հատիկ, ձեզի ցույց կտանք, լստե նայեք։ Ինքը ոնց է եփեմ, միսը չի թափում, ամենակարևորը նայում եք, ոնց որ պետք է ինքը եփել է։ Էս էլ Ջուլիա դու ներկայացրա, ինչ ձև է մեր մոտ։ Ես էլ պատրաստելու ընթացքում ուղղակի մտքիս եկավ այս ձև պատրաստենք։ Որը որ էլի շատ համեղ, դեք փորձենք ասեմ համեղ է թե չէ, ժողովուրդ ջան, բայց ինքը որսես նայում եք, ով որ սիրում է բաներով տարբերակով, կարակ այս ձևի պատրաստեք ու հիմա մենք հետո ձեզի ցույց կտանք այս արանքները ինչ սիրում, պանիրը լցած է։ Եվ հաջորդ կողմը էլի նույն ձևի էլի։ Նայում եք, հիմա տակի մասից էլ, որը որ արդեն փափուկ է ինքը, ջուլ մի հատ դզի։ Ժողովուրդ ջան, եկավ ամենա իմ սիրած պահը, որ հիմա պետքա փորձեմ։ Դե փորձել եմ էլ ճիշտ ասած, տեսել եք, բայց ոնց որ մեր ավանդական վիդեոների վերջում փորձում ենք, ձեզի ցույց ենք տալի, պետքա փորձենք։ Հիմա Ջուլիան հեսանձի լիմոնը կտա, դե էլ ինչ լամանջո առանց լիմոնի, ժողովուրդ ջան, այս լիմոնը մի տնավարի ավելացնում ենք։ Ասեմ, որ նորից էլի ժողովուրդ ջան, միսը, եթե փորձեք, ոչ մի բանով ինքը չի տարբերում տավարի մսից։ Ես չեմ անում, ես չտարբերեցի։ Կարակ փորձեք, հետո մեկնաբանության մեջը կգրեք։ Այս են սիրուն յան։ Այս խրթխրթոցը տեսնում եք, չէ՞, պետք է անենց անեք, որ այս խրթխրթոցը գա։ Հենց եկավ, ուրեմն ձեր մոտ ստացվել է։ Որ չեկա, ուրեմն չի ստացվել։ Եվ այս են սիրուն պատրաստելուց հետո ժողովուրդ ջան վայելում ենք։ Ժողովուրդ ջան, միկրոֆոնի մոտը խրխրթացնեմ, որ խրխրթալը լսեք։ Էս էլ թանկ, անպայման թանով։ Լսում է։ Մի րոպե, ով ջան, ես էս փշուրները հեսամ։ Թո լավ է, հա, Ջուլ ջան, դե։ Լավ է։ Դե չենք մոռանում ժողովուրդ ջան, այս լիմոնը, այս սիրուն ավելացնում ենք եւ վայելում ենք։ Այսինքն չէ լավ։ Մի ուրիշ համեղություն։ Այդ մեկն էլ երևի։ Հետո էլ ինձ ասում եք խես չաղանում ժողովուրդ ջան։ Ով որ այդ հարցը ինձ տալիս է, կարա իմանա, խեմ չաղանում։ Հիմա մեր օպերատորը մոտի կգա։ Նայեք ժողովուրդ ջան, ես ինչու եմ կտրեմ, որ տեսնիմ։ Նայում եք կողերը։ Նայում եք, սաղ պանիր է։ Ինքը սաղ պանիր է։ Ով որ սիրում է պանիրով, այս են սիրում ժողովուրդ ջան։ Տարբերակ է, փորձեք, կարելի է։ Լավն է, անուշ։ Ես ովելի համովաջուր։ Բան ասեցի, ասում այդքան ամոթ։ Ան լիմոնը փո։ Այս կորիսն է։ Մեր օպերատորը մոտ նայում եք, միսը, իա, ու բաներով։ Այս տարբերակն էլ ինձ դուր եկավ։ Այս տնավարի նայում եք։ Պետք է այսենց ամեն ինչ անում եք, պիտի տնավարի անեք, որ ձեր մոտ շատ համեղ ստացվի։ Անուշ մի ոչ։ Դելիջ լամանջո առանց տնական թանի։ Ես էլ թանեմ։ Լավ։ Ինձ թվում է մեր մոտ ամեն ինչ ստացավ, չէ՞ ջուն։ Անպայման։ Դե ժողովուրդ ջան, քանի որ մեր YouTube-յան ալիքում կա տարբերակներ, որ պատրաստել ենք, ինքը ոչ մի բանով չի տարբերվում, մենակ ինչով է տարբերվում, որ հնդկահավի մսով։ Հնդկահավի մսով ենք պատրաստել։ Եթե դուներդ գաք, պատրաստենք գառի մսով։ Ինձ թվում է դա շատ հետաքրքիր համ կունենա ու շատ լավ կստացվի։ Դե ոնց որ մի ժողովուրդ ջան, վիդեոների վերջում էլի նույն բանն եմ էլի կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այսպես ընտանիքով չարչարում ենք, նստենք մեր պատրաստած լամանջուները մեր երեխաների հետ վայելենք։ Դե գնացինք վայելելու։ Ժողովուրդ ջան, այսօր պատրաստում ենք լամանջո հնդկահավի մսով։
Հիմա Ջուլիան կներկայացնի պատրաստելու համար ինչ ա մեզի հարկավոր։ Ողջունում եմ բոլորին։ Ուրեմն այսօր կպատրաստենք լամաջո հնդկահավի մսով։ Ու ինչ միս է դա ներկայացրա։ Հնդկահավի կրծքամիս, հնդկահավի ազդրամիս է մեր մոտ, աջիկա, տոմատ, սև, պղպեղ, աղ, կանաչիներից համեմ եւ սամից, սող, սխտոր եւ լոլիկա մեզ անհրաժեշտ։ Ֆարշի համար այս բոլորը ֆարշի համար է։ Իսկ խմոր պատրաստելու։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է ալյուր, ջուր, ձեթ եւ աղ։ Ուրեմն սկսում ենք պատրաստել։ Ինձ թվում է ես կպատրաստեմ միսը, դու կպատրաստես խմորը։ Դու մինչև կտրատես, ես խմորը կանեմ։ Գնացինք։ Ուրեմն ամենաառաջինը Ժողովուրդ ջան, սկսում ենք կտրատել։ Մեզի պետք է որ փոքր կտրատենք, որ կարողանանք մսաղացով անցկացնենք։ Ուրեմն խմորի վրա ավելացնում ենք ջուրը, 2 թեյի գթալ աղ, ամբողջ բաղադրատոմսը մենք կգրենք տեսահոլովակի ներքևում չափաբաժինը։ Խմորը դնում ենք հարիչի մեջ եւ պետք է հարիչի օգնությամբ հարվի։ Ամենավերջում պետք է նոր ավելացնենք ձեթը։ Մեր երաժշտությունը կվայելեն մեր հետևորդները, մենք էլ մեր գործողությունները կկատարենք, չէ՞ ջուր։ Դե ընթացքում ես էլ սոխը կկտրատեմ, լավ։ Դե դուք վայելեք երաժշտությունը, մենք էլ կտրատենք։ Գնացինք։ Հեքիաթ է պատմում, բայց ներսում մեր տունը շողում է լույսով, սեղանին հացն է բույրը մանկության, մայրիկի ձեռքերով լի սիրով ու հույսով, սեր կա մեր տան պատերի մեջ, ամեն մի ծիծաղ մի նոր արև է, ընտանիք իմ փոքր աշխարհ, որտեղ սիրտս միշտ տուն է գալիս, հայրիկի խոսքը ուժ է ու ճանապարհ, քույր ու եղբայր ընկերներ հավերժ, մի բաժակ թեյ, մի փոքրիկ Եվ աշխարհը դառնում է ավելի մեծ, սեր կա մեր տան պատերի մեջ, ամեն մի ծիծաղ մի նոր արև է, ընտանիք իմ փոքր աշխարհ, որտեղ սիրտս միշտ տուն է գալիս։ Խոհանոցում հոտ է տաք ու բարի, մեր հիշողությունները համով ու պաց, յութուբյան ալիքում մեր օրերի երգը, Դավթյան Family սիրով գրված պատմված, սեր կա մեր տան պատերի մեջ, ամեն մի պահ մի փոքրիկ հրաշք, ընտանիք իմ հավերժ երգ, դու ես իմ լույսը, իմ ամեն բան։ Ժողովուրդ ջան, ուրեմն միսը արդեն կտրատել ենք, սոխը նույնպես։ Հիմա մեզի պետքա որ միսը աղանք։ Ջուլիա, դու ուրեմն կանաչեղենը կտրատես։ Ես կանաչիները կտրատեմ։ Всё, ուրեմն տեղերով փոխվենք, ծաղիկնել հետը։ Ուրեմն բեր այսպես անենք։ Ահա։
Ուրեմն սկսում ենք աղալ։ Իա այդ խառնենք, չէ, փափուկն ու բդի միսը, որ ինքը լավ համեղ լինի։ Միանգամից խառնվի, չէ։ Իսկ թվում է հիմա մենք աղանք եւ ձեզ միանանք։ Գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, միսը աղացինք, հիմա մեզի անհրաժեշտ է կտրատենք պամիդոր, որ աղանք, չէ՞, ջուր։ Երկու հատ ողջամ, պիտի մեկ մեջը աղանք։ Ուրեմն պամիդորը հիմա մաքրեմ, սիրուն։ Կանաչին եմ կտրատեցի։ Եսեք սոխնը, փակել եմ շատ ավույա։ Հա։ Փակել եմ ոչ մարմար աչքներից։ Ուրեմն ինչ ենք անում։ Քանի որ դագիստանսկի պամիդորը շատ համեղ է, չէ՞։ Այսինքն սիրուն մաքրում ենք։ Ու չենք մոռանում։ Սպիտակ է, բայց շատ բարձր կամի։ Ու չենք մոռանում ժողովուրդ ջան, որ պետք է անպայման հավեսով պատրաստենք։ Մեզի պետք է փոքր-փոքր անենք, որ կարողանանք մսաղացով աղանք։ Խնդրենք անպայման մեկնաբանության մեջ լգրեք։ Դուք պատրաստել եք ու ինչ ձևա ձեր մոտ ստացվե։ Այսինքն սիրուն մի հատ եմ կտրատում։ Չենք մոռանում այս կողի մասերը պետք է անպայման հեռացնենք։ Ես վերցնեմ, ողջամ։ Պամիդոր ինչի համար ենք անում, որ սոշնի լինի։ Սոխն էլ այս անգամ չենք աղալու խաշի մեջ, պետք է մանր կտրատել սոխը։ Եվ պետք է որ մսաղացով անցկացնենք։ Ուրեմն պամիդորն էլ արդեն մսաղացով անցկացրեցինք, հանձնում եմ քեզ Ջուլիա։ Ես համեմ եմ, չէ դու համեմ։ Ես համեմ եմ, Մոտ համեղ աստացվում։ իմ մոտ համեղ է ստացվում։ Ես մենակ սխտով մեջը ճգմեմ, որ Ուրեմն ինչ ենք անում ժողովուրդ ջան։ Ուրեմն ավելացնում ենք աղ, սև բիբար, տոմատի մածուկ, եւ ավելացնում ենք աջիկա։ ամբողջը լցնում։ Ուրեմն հաջորդ ավելացնում ենք կանանչի, թե սխտոր ավելացնես հետո։ Մի րոպե սխտորը ճգմեմ։ Երկու պճակ սխտոր։ Դե բաղադրատոմսը վիդեոյի ներքևում անպայման կգրենք։ Սխտոր։ Այն մի հատ է կար, այն մեկն էլ ավելացնել։ Չէ, որ աջիկայի մեջ էլ ինքը սխտոր։ Եվ ավելացնում ենք կանանչին։ Համեմ եւ սամիտ։ Այս է դուրս ողջամ։ Ուրեմն կանանչին ավելացնելուց հետո անհրաժեշտ է ավելացնենք սոխը։ Ասես մի հատ տնավարի ձեռքով, չէ, այսինքն ավելով։ Փոխենք, չէ, ողջամ, դժվար կլինի։ Դե հա, միսը շատ է։ Այդ տեղա փոխենք այդտեղ։ Իսկ թվում է ջուլ, այսի վերցրա։ Հիմա կտեղադրենք այս ամանի մեջ, որ կարողանանք ձեռքով հավեսին յան այսինքն ժողովուրդ ջան։ Ու չենք մոռանում, որ վերջի մասը այսպես պետք է մի հատ ձեռքերով, որ այսինքն հավեսին։ Ու ինչ ենք անում, վերցնում ենք ձեռքերով, որը որ ես շատ եմ սիրում։ Այսպես պետք է ժողովուրդ ջան, տնավարի ձեռքով ամեն ինչը այսպես խառնենք, որ լավ իրար համերը խառնվեն, մեր մոտ շատ համեղ ստացվի։ Չէ ջուր։ Մի րոպե ջուր, չէ, մի րոպե, մի հատ խառնեմ, նոր չէ, հեսա մի րոպե։ Դե բա ոնց Ջուլիա ջան։ Այս ինչ ա։ Են երեք որ ռեկլամ է, անեմ ջուլ։ Հիմա այդ ձևի հեսա միսն եմ բրա։ Հիմա միսը պետք է այդ ձևի ռեկլամ անեմ։ Հələ սրա բույրը նայեք, հələ սրա մսին նայեք։ Հələ տեսեք ինչ մանկուր կերակեր է։ Չէ, շատ համել հոտի մասին չեմ ասում, ժողովուրդ ջան։
Ավելացնեմ ջուրը։ Անպայման։ Այսպես։ Որ ասում եմ վայ չուտողին։ Պետք է այսպես հավեսով ժողովուրդ ջան։ Ընտանիքով հավաքվեք, պատրաստեք։ Այս համու հոտետ ընտանիքի, որ այս մսի մեջ է ձերքերով էթա, որ դուք հավեսին նստեք ընտանիքով վայելեք։ Դա համար խեմ ասում ժողովուրդ ջան, պետք է ամենակարևորը լավ տրամադրությունով պատրաստեք, որ այդ տրամադրությունը փոխանցեք այս ձեր կերակուրի մեջ, որ ինքը շատ համեղ ստացվի։ Ոյ, եսի լրիվ ինքնաջուլ։ Այսպես էլի, այսպես տենում եք։ Այ այսպես։ Всё, պատրաստ է ջուլը արդեն։ Իսկ թվում մի քիչ է երևի ջուլը ավելացնես, հա ջուր։ Հա։ Սենց եմ զգում, գիտես որ Չէ, ինքը արդեն ես զգում եմ, որ ինքը լավ է։ Մի փոքր էլ ջուրը ավելացնենք։ շատ քիչ։ Հա։ Մի րոպե, այսպես։ Всё, Էրիկա։ Մի րոպե ոչա, այսպես կողքինը մաքրենք, որ հետը խառնի։ Դե խիա պետք որ մի քիչ ջրիկ լինի, ժողովուրդ ջան, որ կարողանաք խմորի վրա իրան լավ տարածեք։ Եթե ինքը սուխոյ լինի, չեք կարա։ Այ ապրես։ Բայց որ ինքը որ ջրիկ է, Շատ ջրիկներ լավ չի, ինքը սենց սողալյա։ դե չէ, ջրիկը հիմա մեր օպերատորը մոտիկից գա, նայում եք, իրան պետք է այսպես, որ ձեռքի վրից, նայում եք ինքը շատ լավ է ստացվել։ Ու կարամ ես այս ձևի ասեմ, ջուլ ինքը տավարի մսից էլ ինքը չի տարբերվում։ Այս համը մի քիչ կտարբերվի, բարձ է, բայց շատ համով հոտը չէ, համեմուտները։ Վայ չուտողին։ Վայ չուտողին։ Всё, մեր միսը պատրաստ է։ Ուրեմն հաջորդ մեր քայլը ինչ ենք անելու։ Պետք է խմորը գնենք։ Ժողովուրդ ջան, ուրեմն մեր ֆարշը արդեն պատրաստ է, արդեն վերջնական տեսքը իա ստացել եք։ Ուրեմն հիմա Ջուլիան կներկայացնի խմորը ինչ վիճակում է։ Մեր խմորը արդեն լավ հանգստացել է, ողջան, պետք է գնդենք, մի 5 րոպե էլ գնդած վիճակում մնա եւ սկսենք թխել։ Դե ուրեմն ես ֆարշը տեղափոխեմ սառնարան, մինչև մեր գնդերը պատրաստ լինեն։ Խմորը պետք է այս ձևի բնդություն ունենա։ Ուրեմն բաժանում ենք գնդերի, դե գնդերի չափսը պետք է նայեք ձեր տապակի չափսերին, էլի։ Կա որ մարդ խմորը հաստասիրում, կա բարակասիրում։ Դե մենք քանի որ տապակը հատուկ ունենք, չէ՞, մենք տապակի մեր Դիամետրը 30 սանտիմ է մերը։ Հա։ Դե ցույց տանք հեսա։ Ուր է մեր տապակները, մեր հետևորդների ցույց տանք։ Այս ձևի տապակների մեջ ենք պատրաստելու։ Եթե ուզում եք, կոմենտարյաների մեջ գրեք, սիլք ենք թողենք, որտեղից ենք գնել, դուք եք արագ գնեք եւ պատրաստեք։ Դե կամ էլ կասենք, որտեղից ենք գնել, նույն ձևի կգնեք ու կպատրաստեք։ Մեկը մի քիչ փոքր է ստացվում։ Դե ինձ թվում է երևի մի 100-150 գրամ, չէ՞։ Կարող կշռենք չափսը ասենք, որ Դե աշկի չափով, իմանես չի որ վաճառելու համար, տան համար ենք պատրաստում, դրա համար աշկի չափով։ ամենասիրած բանն է, չէ՞, լամաջանով։ Դե հա։ Ողջան, երևի մի հատ պակետով ծածկենք խմորները, որ չչորանա։ Ու մեկ եք խնդրենք մեր հետևորդներին ու մեր բարեկամներին անպայման մեկնաբանության մեջ գրեք։ Մենք համ տավարի մսով ենք պատրաստել, համ հավի կրծքա մսով ենք պատրաստել, համ էլ ինչով ենք պատրաստում։ Հնդկահավի մսով։ Ահա, մեկնաբանության մեջ գրեք, որն է ձեր դուրը ավելի շատ գալի։ Իսկ թվում է այլ միշտ չկա որ փորձենք, թե կա։ Հա, գառով։ Գառի մսով էլ անպայման կա։ Դե եթե դե պրինցիպի գառի միսը ես շատ եմ սիրում, կարելի է։ Ինչու ոչ կարելի է գառի մսով էլ պատրաստել։ Նես որ խնդրենք ժողովուրդ ջան, անպայման մեկնաբանության մեջ գրեք։ Всё, համարյա պատրաստ է, ջուլարի ես մեկն ես գնդեմ։ Իսկ գունդի պորցից քանի գունդ եղավ։ Դե մեր մոտ ստացվեց 26 ոնց որ։ 26, հա։ Հա, 26 հատ է մեր մոտ ստացվել։ 26 հատ։
Շատ բարի։ Ուրեմն մեկ էլ հա ժողովուրդ ջան, լավա հիշեցի։ Քանի որ հա պատրաստում եք, մտքերս չի հավաքում, դրա համար ժողովուրդ ջան, պատրաստում եք, կխնդրեմ բոլոր մեր բարեկամներին ու հետևորդներին, ստատիստիկայով որ մենք նայում ենք, 82%-ը առանց բաժանորդագրվելու է, մեզի դիտում։ Եթե ձեր համար դժվար չի, ժողովուրդ ջան, բաժանորդագրվեք, որ շատանանք, որ ավելի համեղ բաներ ձեր համար պատրաստենք, որովհետև մարդիկ կան, իրանք մեզի դիտում են, քանի որ ժողովուրդ ջան, դուք հա նայում եք այդ վիդեոները, ձեզի ավտոմատ գալիս է։ Եթե դժվար չի ձեր համար, մի հատ փորձեք, բաժանորդագրված եք, թե բաժանորդագրված չեք։ Զառանի բոլորից շնորհակալություն եմ հայտնում հաջորդ մեր գործողությունը։ Ու մեկ էլ հա։ Ու մեկ էլ ժողովուրդ ջան, մենք ունենք Instagram-յան edge, որը որ մենք ընդ ավելի ակտիվ ենք։ Որ մասում կթողենք ջուլ Instagram-յան edge-ի հողոմը։ Մտեք նույն ձևի բաժանորդագրվեք ժողովուրդ ջան։ Շատ հետաքրքիր վիդեոներ կան ընդ։ Հաջորդ մեր քայլը։ Հաջորդ մեր քայլը պետքա գունդը բացենք ողջան։ Եվ սկսենք մեր նոշիկները գտնարկել։ Միսը պետք է, թե չէ։ Չէ, ողջան, հեսա ջեռոցը երևի միացնենք, արդեն լավ թաքանա։ Ինձ թվում է ես ջեռոցը միացնեմ։ 70 աստիճան, եթե կոնվեկցիա ունեք ջեռոցի մեջ, կոնվեկցիա։ Այս ձևի դարակության համորը պետք է ստացվի։ Ուրեմն հեսա ես ուրեմն միսն էլ է մեզի պետք։ Ուրեմն վերցնում ենք մեր ամանները։ Պետք է այսպես հավասարացնենք եւ պետք է որ այսպես միսը վերցնում ենք ժողովուրդ ջան։ Նայեք ինքը այդքան էլ ջրիկ չի։ Եվ այսպես հավեսի տարածում ենք իրան։ Նայեք ինքը ոնց է հավեսի, որ մի քիչ ինքը ջրիկ է միսը, ինքը հավեսի տարածում ես։ Սիրուն գեղեցիկ տեսք ենք տալի։ Ինչպես միսը շատ չէ, ողջան։ Դե միսես էս կտարածեմ ամբողջական, ինքը շատ չի։ Դա ամբողջական, հեսա պետք է որ տարածեսի, հա, որ ինքը շատ լավ ստացվի մեր մոտ։ Всё, վերջնական տեսքը արդեն ստացել ենք, ժողովուրդ ջան։ Ինձ թվում է պետք է տեղափոխենք ջեռոցի մեջ։ Մեր մոտ ջուլ արդեն պատրաստ է։ Հիմա կարանք մեր բարեկամներին ու հետևորդներին ցույց տանք, թե մեր մոտ ոնց է ստացվել։ Ահա, ժողովուրդ ջան, լնայեք մեր մոտ ոնց է ստացվել։ Ինձ թվում է, էսի լնորա է, փել է, փեջից։ Տակա չէ։ Տակա, հիմա կարանք մի հատ այսպես, մի հատ փորձենք, լավ։ Հələ լիմոնը ուր է։ Այ, էս պոկվավ։ Այսպես լիմոնը ավելացնում ենք։ Այսպես ծալում ենք, ժողովուրդ ջան։ Սա հետները կիսվեմ ու կասեմ, բայց կարելի է այս ձևի փորձել։ Ես այս ձև եմ սիրում։ Համը չէ։ Վերջնա չէ, ողջան։ Էլի գնաց։ Համովա։ Անուշարա։ Այս ինչ համեղ է։ Սա մի հատ էլ ուրիշ տարբերակով եմ ցույց տալիս։ Ասեմ, որ ջուլինքը вообще չի տարբերվում։ Կարելի ասել տավարի մսից вообще չի տարբերվում։ Հա, համովա չէ։ Ես տարբերություն вообще չեմ տենում, մի գրամ տարբերություն չեմ տենում։ Դե համի համար ինքը էլ կարելի ասել էսի ավելի համով է։ Հա, հեսա մի հատ էլ ուրիշ տարբերակով ցույց կտամ, ոնց կարելի է էլի պատրաստել։ Անես որ ժողովուրդ ջան։ Երևի ես տեղափոխեմ ջեռոց։
Բայց ես կտեղափոխեմ դու։ Դու տեղափոխի ջերոց։ Դու վայրի ողջույն, ասես մի հատ էլ ուրիշ տարբերակ կցած։ Ախր լրիվ համեղություն է։ Հալվող պանիրի քերիչով անցկացնում ենք։ Պիցայի պես ես ուզում պատրաստես։ Չէ, ոչ, հեսա պես ինչ հետաքրքիր բան եք պատրաստելու։ Հավատացեք իմ համար արդեն լրիվ համեղություն է, ես վայելում եմ։ Այս տարբերակն էլ է շատ համեղ է լինում։ Նայեք ինչ ձև է պատրաստում։ Ամրացնում ենք եզրերը, ինչպես ես պիցան եմ միշտ պատրաստում։ Հալվող պանիր, որ պանիրը սիրում եք։ Ստեղ մոռացեք, ավելացել։ Այս ձևի փակում ենք կողքերից։ Նա ձևամանը։ Ինձ մի խանգարեք, ես վայելում եմ։ Շատ համեղ է, ժողովուրդ ջան, թաքուն եմ ասում, շատ համեղ է, անվարջ ասում։ Շատ։ Դե չէ որ իմանա ժողովուրդ ջան։ Դե չի պատրաստ։ Դե չէ որ իմանա ժողովուրդ ջան, էլ չի պատրաստ։ Եվ վերևը նորից բան, մսի վրա ավելացնում ենք բանը։ Ես տեղափոխում եմ ջեռոց։ Ես իմ անունը ինչ է, խաչապուրի լոդեշկի։ Չգիտեմ, ուղղակի մտքովս նոր անցավ, ասեցի փորձեմ։ Մի քիչ բաց սիրուն անցնենք, այսինքն դե։ Տեսակ ժողովուրդ ջան, սիրուն ասես։ Մի հատ է սիրուն ասնեմ ես։ Ու տեղափոխենք ջեռոցի մեջ։ Ահա, ժողովուրդ ջան, նայեք այս գեղեցկությանը։ Այսպես ֆրցնե որ նայեք։ Հիմա մենք ամբողջական պատրաստենք ժողովուրդ ջան եւ ձեզ միանանք ու ցույց տանք թե ոնց է մեր մոտ ստացվել։ Դե գնացինք։